Մենք իհարկե անցյալ հաղորդման ընթացքում զրուցեցինք թե Նարեկ Կարապետյանի, թե Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ հարցազրույցների մասին, որոնք որ տեղի ունեցան Ծիծեռնակավերթում եւ իհարկե իրանք իրանց են, որ ասма դիմակները պատրեցին, ստերը ջրի երես հանեցին, հա, բայց կա մի դրվագ այդ օրվանից, որի մասին մենք չենք զրուցել եւ գոնե ես չեմ տեսել ուրիշ գոնե մի հաղորդում, որտեղ որ զրուցած լինեն, նախորդ ներողություն եմ խնդրում, եթե ինչ որ մեկը սրա այս թեմայի մասին արդեն զրուցել է։ Բայց գոնե ես չեմ տեսել ժողովուրդ ջան։ Նախ ողջունում եմ բոլորիդ, խնդրեմ որ ժողովուրդ ջան հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ես ուզում եմ հիմա հենց այդ դրվագը ձեզ ցույց տալ, մի հատ իրար հետ հասկանանք իրենց աշխատելավոճը եւ ինչպես են իրանք պատկերացնում ընդհանրապես թե ժողովրդի հետ շփումը, թե լրագրողների հետ շփումը, թե ինչպես պետք է կառավարեն մեր երկիրը, որտեղ այս փոքր դրվագը ամեն ինչ իրենց մասին պատմում է։ Եկեք մի վարքյան ես փոքրացնեմ իհարկե մեր կամերան ժողովուրդ ջան, հա, որտեվ սա այդ օրվա այդ հարցազրույցն է եւ այստեղ ես կուզենամ ուշադրություն դուք դարձնեք, ես չգիտեմ մկնիկը երևում է, ձեր մոտ պետք է որ երևա, ժողովուրդ ջան, այս տղային, ձախ կողմը հետևը կանգնած, այս տղային, հա, այս տղային ուշադրություն դարձրեք, այս լրագրողուհուն ուշադրություն դարձրեք, որ ասում եմ երկու գլխավոր դերակատարում լինելու են իրանք, չնայած այս լրագրողին էլ իր աշկերով ամեն ինչ այնտեղ ասում է։ Մի խոսքով, հիմա մի հատ նորմալ արագություն թե ցածր դնեմ։ Եկեք լավ արագությունը ցածր դնեմ, որ մենք հասկանանք ինչ է կատարվում, սենց հետո ամենավերջում կդնեմ նորմալ արագություն, որ նորմալ արագության տակ լինենք։ Հիմա մի քիչ ես իջացրեցի արագությունը, եւ սա որ պատկերացնեք այն պահն է, որտեղ որ արդեն հասունանում է այն խոսույթը Արցախը, հա, երբ որ ասում եմ մենք ոչ մեկից, հա, մկրտումներ չունենք ոչ մի արևանից, հա, եւ այդ պահ հասունացավ, երբ որ այս լրագրողը ուզում է, այն որ ասում է ի տարբերություն էս լոխերի, հա, եկեք sense անվանեք։ Այս լրագրողուհին լավ ջոգեց, որ ինքը այս Նարեկը լուրջ սխալ է անում, որից որ միայն իրանք այն որ ասում է աչոկներ են կորցնելու, հա, եւ փորձում է փրկի իրավիճակը, բայց սրանք չեն ջոգում։ Սրանք ինքան քաղաքականապես այն որ ասում է ցածր մակարդակի վրա, սրանք չեն ջոգում, որ լրագրողուհին իրականում ուզում է Նարեկի դեմքը փրկի այս հարցով, որտեվ հարցը ուղղորդված տված, բա Արցախը լսպասի, բա Արցախը որ ուղղորդում է քեզի, հասկանում ես, ոչ թե ասում է որ ասում է ես ասիմ այդ հանք հաց ուտենք, թող չասիմ այդ հանք հաց ուտենք, այս բանը ինքը չի ասում Արցախը, հա, այսինքն իսկ կամ չէ, ճիշտ ասած sense, հա, իսկ Արցախը բա Արցախը արդեն ուղղորդում է, հա, լավ մի խոսքով հասկացաք։ Մի հատ նայեք հիշեք այս տղային եւ հարցի ժամանակ այս լրագրողուհուն, հա, նայեք։ Հարցերը միայն Թուրքիայից չէ, չունի որևէ նկարտում Արցախը ասել հարցեցի քարևաններից այո բոլոր Սա տեսակ հարցը տվեց այս տղան տեսեք սա արդեն աշկերով նայեց եւ լրագրողին ֆրած իրան նայելու ինչի համար որտեվ իշմար տվեց մազենց ասма տնական լեզվով ասած բզեց որ սուս մնա այդ հարցը միտը որտեվ ես չգիտեմ իր ախրանանա չգիտեմ անգերնա ով է ես չգիտեմ այս տղային չեմ ճանաչում բայց явնի գցենք իմ մտածելակերպով այս լրագրողուհին ուզում է փրկին Արեկին իր հարցով ուղղորդված հարցով որ մի հատ ուղի այդ պահը մի բան ասա որտեվ շատ արցախցիներին մենք խაფել ենք ասել ենք Արցախը հետ ենք բերելու իսկ էսի իր կարծիքով այդ հարցը ավելի շատ այն որ ասում է վնաս է բերելու իրանց հա եւ փորձում է որ ասում է իրանց լրագրողուն լրացնի ասի սուս մնա էդի մի ասա եւ բզեց ինչ որ տեսնում եք բզեց աղջիկը ֆռած մի աշկերով նայում այսա ու էսի դանդաղ կադրի վրա դրա ժողովուրդ ջան հա իհարկե հեսա հայացքը վրաս կփախցնի բայց շարունակությունը դիտեք Արևաններից Հայաստանի Հանրապետությունը իրար նայեցին ինքը իր կարծիքով լավ բան արեց որտեվ փորձեց լրացնի պրովոկատիվ իր կարծիքով իր փոքր գլխով մտածում ավսա պրովոկատիվ հարցա իսկ այս աղջիկը շատ լավ հասկանում է որ այն պատասխանը որը որ տալիս են Նարեկը սա միայն փնովելու է իրան միայն այսինքն ճղում է իր դեմքը եւ պետք է դրությունը փրկի մի ձև երկրորդ քայլին այդում էլի Արցախի թեմա վրա Արցախը նայեք ունի նկարտում չնայած զգուշացումից հետո որ ինքը արդեն զգուշացրել էր սա խայտարակություն է իհարկե այսինքն Արցախը տղայի հայացքը միանգամից ուղղվեց նորից լրագրողուն աղր սա խայտարակություն ու սրանք են ուզում են երկիր ղեկավարեն Արցախը նորից բզեց երկու մատերը տեսակ սուս մնա հասկացաք ժողովուրդ ջան իշմարը չնայած ինքը շատ վատ բլոտել խաղար որտեվ պալիտ եղավ բայց գիտեք թե որն ավանը որ Նարեկը նույնպես նկատեց այդ իշմարը այդ բզումը եւ իհարկե ի տարբերություն այստեղ որ մեկը մեկին արդեն չի հասկանում մեկ ուզում է փրկել Նարեկի դեմքը մեկը իր արևին իր ձևով ուզում փրկել Նարեկի դեմքը իսկ Նարեկը ստե ֆորմատ այնու էսի ինչ որ անում է այս իր ախրանիկը հա ես ախրանիկ եկեք ասեմ ճիշտ ասած չգիտեմ ով է բայց եկեք ախրանիկ ասենք թիկնապա ինչը որ անում է
իրականում նկարվում ա։ Ինքը դաժե չի ճոգում, կամ էլ չգիտեմ, ինքը մտածում է թե կադրից դուրս է, այսինքն այս հայտարարությունը նկարվում է։ Ունարեկը տեսնում եք հայացքը, տեսավ սուս մնա։ Լեռնային Հա, մտում մի բան մաքրեցի, ինչ պետք է մաքր։ Ղարաբաղի Հանրապետությունը Ուստեղ ուշադիր նայեք, Նարեկը ֆրած։ անկախ Եվ հիմա ոչ թե նայում է լրագրողուհուն, այ նայում է սրան, որ աննասուն էս ինչ է սանում հայտարարում ես նկարվան կարա։ Ու համ էս լրագրողուհին է նայում այս տղային, հիմա համ էլ էս լրագրողին է նայում այս տղային, որտեվ Նարեկը չի նայում այն մարդուն, ով որ իրան հարցը տվե։ Այն նայում է այս տղային, մտում աննասուն էս ինչ արիր։ Հասկացանք, չէ՞ ժողովուրդ ջան, սրա մասին ոչ մեկ չի խոսում, ես չգիտեմ, ինչի ոչ մեկ չի խոսում։ միավոր է Հիմա ես կխնդրեմ 1 վայրկյան հենց այս պահը մի հատ էլ դիտենք ժողովուրդ ջան, բայց արդեն նորմալ արագությամբ եւ անցնենք առաջ։ Ես ընդհանրապես ուզում եի որ դուք սա տենայիք, որ հասկանայիք թե սրանց fake, այն որ ասում է ընդհանրապես իրանք ամեն ինչի մեջ են fake, հա, եւ ձեր հետ շփումն էլ է լինելու fake, այզև, սկի իրանք իրար չեն հասկանում։ Նորմալ արագությամբ վերջի անգամ դիտենք այս պահը։ 12 հարցերը Միայն Թուրքիայից չէ՞ չունի որևէ։ Որևէ նկարտում։ Արցախը ասեմ հարցեցիք հարևաններից։ այո բոլոր արևաններից Հայաստանի Հանրապետությունը չունի նկարտում Այսինքն Արցախը Արցախը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել անկախ միավոր է ճանաչված անկախությամբ իր անկախության Այսքանը այս թեմայի շուրջ ես հուսով եմ, որ դուք ամեն ինչ հասկացաք։ Եվ ավելի շատ խորանալու այս թեմայի մեջ բան չկա, որտեղ սա իրականում այնա ինչը որ իրանք կան ֆեյքերի եւ ֆեյքերի հավաքածուն։